Վերջին 2 տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ։ Ուղիղ 3 շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հենց այս խոստովանությամբ ձեռնամուխ եղավ Հայաստանում մենաշնորհի եւ կոռուպցիայի դեմ պայքարին։ Պայքարի մեկնարկը տրվեց սեղմ ժամկետներում մենաշնորհն ուսումնասիրելու էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին տրված հանձնարարականով։ Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին ամենասեղմ ժամկետում, առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա։ 3 շաբաթն ակնթարթի պես թռավ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հիշել էր մայիսի 12-ին իր արած հայտարարությունը։ Հարգելի գործընկերներ, թե հիշում եք, մայիսի 12-ին հանձնարարական էի տվել էկոնոմիկայի նախարարությանը եւ առաջարկել էի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա եւ ներկայացնել առաջարկներ։ 3 շաբաթ անընդմեջ անցկացրած քննարկումների արդյունքում կառավարության ղեկավարը եկել է եզրահանգման, որ Հայաստանում ֆորմալ մենաշնորհ չկա։ Խնդիրը հասարակության ընկալման մեջ է։ Եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկածավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, տեղոարքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաները թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալում են որպես մենաշնորհ։ Պատճառն այն է, որ այս ապրանքային շուկաներում առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, ինչը բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր եւ միջին ձեռնարկատերի շուկայից դուրս մղումը եւ նորերի մուտքի սահմանափակումը։ Մենաշնորհի դեմ պայքարի կառավարության ձեռնարկած քայլերը Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն առ-ոչինչ է համարում, քանի որ դրանք երբեք խոսքից գործ չեն դարձել։ Ըստ էության բանը խնդիրը նեղացրեցին, ասած ինչ որ տնտեսության մեջ, ինչ որ մատակարարումների մեջ, հա, կամ ներմուծումների մեջ ինչ որ մարդիկ իշխող դիրք ունեն։ Այս հարցը բերեք կարգավորենք։ Կներեք, դա առնվազն անդուրջ մոտեցում է։ Բագրատ Ասատրյանը խոստացած փոփոխություններին չի հավատում։ Կառավարության վերաբերմունքը մենաշնորհի խնդրին, ասում է, անլուրջ է։ Նպատակը քաղաքացիների սիրտը շահելու հերթական փորձն է միայն։ Տպավորությունս այնպեսին է, որ ինչ որ տեղը ցավացել է, ոնց նեղացրել է եւ ուզում են, իսկապես ուզում են լուծում անել, բայց ոչ մի միջոց ունեն այդ լուծումը, ոչ շատ խորանում են այս խնդրի մեջ։ Հայաստանում մենաշնորհն ապրանքային շուկայից վերաճել դարձել է համակարգային խնդիր։ Մրցակցային պայմանների իսպառ բացակայությունը կլանել է տնտեսության ամենակարևոր ճյուղը՝ առևտուրը։ Կենտրոնական բանկի նախկին նախագահը, խնդիրը կապելով քաղաքականության հետ, առաջարկում է մենաշնորհի դեմ պայքարն սկսել կառավարման ոլորտում հանրապետականների շարքերը նոսրացնելուց։ Այսպես ասած, քաղաքական դաշտն ապա մենաշնորհելուց։ Հայաստանի Հանրապետությունում թիվ 1 մենաշնորհը դա իշխանության քաղաքական մենաշնորհն է։ 90%-ի արկայությունը այնտեղ պարլամենտում հակասում է մեր սահմանադրությանը։ Այդպես է թե չէ։ Բայց մենք համակերպվել ենք։ Նույն ասենք այսօր մենաշնորհների խնդիրը, որ քննարկում են, այդ շաքարավազի չէ, ամենաբան դեպքն է դարձրել։ Բայց ոչ մեկ չի ասում, բայց այդ շաքարավազ այդ անձը վաղուց արդեն քաղաքական համակարգի մասն է։ Ինքը այլ կերպ չի կարող վարվել։ Եվ եթե մեկը փորձի մրցակցել, առնվազն այդ դիրքը պետք է ունենա։ Հակառակ դեպքում տնտեսագետը համոզված է, ամեն ինչ զուր է։ Եթե խնդիրը չդրվեց այդ տեսքով, քաղաքական համակարգի վերափոխում կամ կազմալուծում, ոչ մի խնդիր չի լուծվել։ Նարեկ Գրիգորյան, Դավիթ Հարությունյան, Առաջին լրատվական։